Նույն տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ամեն անգամ, երբ գործող իշխանություններին մեղադրում են կամ քննադատում են Ալիևի պահանջները բավարարելու, Ալիևին եւ Էրդողանին հաճոյանալու համար, նույն իշխանության ներկայացուցիչները, նրանց սատարող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպես խոսողները սպասարկում են հիմնականում ռուսական շահ։ Ինձ հետաքրքիր է, դուք ինչպես եք գնահատում կամ մեկնաբանում Հայաստանի հայտնվելը Նախիջևանի վրա հարձակումը դատապարտող երկրների ցանկում, չէ՞ որ այդ հարձակման պատասխանատվությունը Բաքուն դնում էր Թեհրանի վրա, Թեհրանը հերքում էր եւ ի վերջո Թեհրանը ի տարբերություն Բաքվի մեր բարեկամ պետությունն է։ Նախ ասեմ, որ դատապարտել չդատապարտելը որպես քաղաքական հենք ընդունել եւ ասել, որ դրանով Ռուսաստանի կողմնակից է, թե Արևմուտքի կողմնակից, այդքան էլ ճիշտ չի։ Ինչ վերաբերվում է Իրանի կողմից հարևան տարածքները ռմբակոծելուն, ապա այդ դատապարտելը բացարձակ չի նշանակում, որ դու Ռուսաստանի կողմնակից ես, որովհետև կարելի է նույն կերպ դատապարտել Սաուդյան Արաբիան, այստեղ խնդիրը երևույթն է, այն երևույթը, որը Իրանը դրսևորում է տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ Իրանը մեծ բարեկամ ժողովուրդ է, թե ոչ, այս խնդիրն էլ քննարկման թեմա է, խոսքը որ Իրանի մասին է, Իրանի, որ մի ամիս առաջ որոշ տվյալներով 30,000 իր քաղաքացիներին փողոցում ուղղակի գնդացիրով գնդակոծեց, այդ Իրանի։ Այն Իրանի, որը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղը ի սկզբանե իսլամական տարածք է, այն Իրանի, որը շնորհավորում էր Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի։ Եթե խոսքը այդ Իրանի վերաբերյալ է, այդ Իրանը մեզ երբեք էլ բարեկամ չի եղել են իրավիճակներ, երբ Իրանի շահերը մեր շահերի հետ համընկել են, եւ դա դրական է, երբ որ Իրանի համար նույն Սյունիքով ճանապարհ ունենալը նույնչափ գերկարևոր էր, ինչքան Հայաստանի համար, եւ այս պարագայում մեր շահերը համընկել են եւ մենք գործել ենք այս շահերի շրջանակում եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պիտի ուղղված լինի շահերին եւ գնահատականներ տա երևույթներին եւ ոչ թե անհատներին կամ պետություններին։ Այս պարագայում գնահատականը տրվել է երևույթներին եւ այս առումով ես նորմալ եմ նայում, որ առավել եւս Նախիջևանի տարածքից Իրանի ուղղությամբ հարձակումներ չեն եղել եւ Իրանը գնդակոծել է այդ տարածքը, ավելին Իրանը հերքում է։ Այո։ Իրանը հերքում է, որ ինքը հետ գնդակոծել։ Հետևաբար ես խնդրում առանձնապես քաղաքական շատ մեծ ենթատեսկ չեմ տեսնում ու դրանից հետևություններ էլ չեմ անում։ Դուք հարց տվեցիք, որ Իրանի, եթե Խամենեից հետո այնտեղ գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին եւ փաստացի փաստորեն շարունակելու է հոր քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանն էլ նրան շնորհավորում է, չի ստացվում, որ նույն Իրանի մասին ենք մենք խոսում։ Գիտեք, որին դուք փաստորեն համարեցիք ոչ այդքան բարեկամ պետություն։ Ես ընդհանրապես չեմ համարում, որ կան բարեկամ երկրներ։ Ընդհանրապես համարում եմ, որ կան երկրներ, ում հետ մեր շահերը համընկնում են, եւ երբ որ այդ շահերը համընկնում են, պիտի մենք օգտվենք դրանից, եւ երբ որ շահերը չեն համընկնում, մենք պիտի սպասարկենք մեր շահ։ Ինչ է նշանակում հավերժական բարեկամ կամ թշնամի գոյություն չունի, կա հավերժական շահ, այս ասացվածքը դոգմատիկ է, աքսիոմա է եւ այն փոփոխության ենթակա չի իմ կարծիքով։ Իրանի նոր առաջնորդ ընտրելու որոշումը ես էլի համարում եմ կոպտագույն սխալ, որովհետեւ ում որ ընտրել են առաջնորդ, պատերազմի հենց առաջին օրը սպանվել է այդ մարդու հայրը, սպանվել է այդ մարդու մայրը, սպանվել է այդ մարդու կինը, սպանվել է այդ մարդու որդին։ Այդ մարդը որևէ պարագայում բանակցությունների չի կարող գնալ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ։ Այսինքն այդ մարդու ցանկացած բանակցություն գնալու փորձը դիտվելու է որպես ուրացու։ Այսինքն Իրանը, Իրանի Իսլամի պահապանների գումարտակը, ով կրակում էր սեփական ժողովրդի վրա, զրկել է Իրան պետությանը
արտաքին քաղաքական գործընթացներում ճկունություն ցուցաբերելուց։ Ավելին այդ ճկունությունը իրեն շատ ավելի շատ է պետք, ինչու, որտեղ առաջին պատերազմը իրենց տարածքում է, երկրորդ իրենք թե տնտեսական, թե ռազմական առումով շատ ավելի թույլ են, քան իրենց վրա հարձակված երկրները Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Այսօր Իրանի օդային տարածքները բաց են։ Իրանում ինքնաթիռները անուտաչու թռչող սարքերը մայրաքաղաք Թեհրանում պտտվում են այնպես ինչպես իրենց տանը։ Թիրախ չկա, որ ընտրել են ու չեն հարվածել։ Հիմա պեղում են, որ թիրախին հարվածեն, թե չէ։ Ու դրանից հետո այդ մեծախոսությունը, այդ չգիտեմ ինչեր հիշելը, անհետեթություն է, այսինքն Իրանի Իսլամի պահապանների զորախումբը սեփական շահերը սպասարկելու համար, սեփական իշխանությունը պահելու համար ընտրել է մարդու, որը պիտի զոհվի։ Ես վստահ եմ, որ Իրանի նոր ընտիր նախագահը երկար կյանք չունի, այսինքն նրան էլ ինչպես իր հորը, ինչ որ ուղիղ ռմբակոծությամբ սպանելու են։ Որովհետև այն համատեքստը, ինչը կա Իրան-Իսրայել հակադրության մեջ եւ տարածաշրջանում, սկսել է Իրանը 1979 թվականից իրենք հայտարարում են մահ Իսրայելին, մահ Միացյալ Նահանգներին։ Ինչներին է պետք, չգիտեմ։ Ինչի համար այդ մահը, էլի չգիտեմ։ Ավելի շուտ գիտեմ։ Այդ իրենց հետամնաց իշխանությունը պահելու ու երկարաձգելու համատեքստն ունի։ Ես պիտի ասեմ, որ ժողովրդավար եւ աշխարհի հետ բաց շփվող, առաջադեմ աշխարհի հետ ընդհանուր համաձայնության եկած, դեպի արևմուտք ուղեցրում, Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունեցող Իրանը իրական փրկություն է նաև Հայաստանի համար։ Իրական փրկություն է նաև Հայաստանի համար։ Թե լոգիստիկ առումով, թե էներգետիկ ռեսուրսների առումով, թե ունեցած 90 միլիոնանոց շուկայի առումով, եւ թե նաև Իրանի ժողովրդի համար։ Վերջիվերջո այդ մարդիկ 2 ամիս առաջ փողոցներում ամենամեծ խմբերով պայքարում էին իրենց իրավունքների համար։ Մենք տեսնում ենք, թե այդ մարդիկ Հայաստան գալուց ինչպես են փորձում վայելել ազատությունը, ինչի են կարոտ։ Այս խնդիրը, որը կա, եւ իմ կարծիքով Իրանի խնդրեմը ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի կամ Նեթանյահուի հետ է կապված։ Իրանի իշխանության խնդրեմը սեփական ժողովրդի հետ է կապված։ Իսկ այն իշխանությունները, ովքեր խնդրեմ ունեն սեփական ժողովրդի հետ, ժողովրդավարական համակարգում ապրող Հայաստանի բարեկամը լինել չեն կարող։ Իրենք դեմ են ժողովրդավարության։ Ձեր ներկայացրած խնդիրներով Իրանը նաև նշանակում է շարունակելու է պատերազմը։ Այսինքն, եթե այս պահին ենք մենք դիտարկում, փաստացի նրանց ընտրությունը նաև պատերազմը շարունակելու մասին է։ Այս դեպքում չի ստացվում, որ քննադատությունները Հայաստանի իշխանությունների հասցեին ուղված, որ շատ հանգիստ եք այս իրավիճակի ֆոնին, տեղին են։ Գիտեք ինչ, ասենք քննադատելը, չգիտեմ, շատ մեղադրելի արարք չէ, առավել երբ որ դա անում են դիմությունը, ու այդ պիտի լինի իր զբաղմունքը։ Բայց երբ որ քննադատում ես, պիտի նաև անես առաջարկություններ։ Իսկ ինչ անի Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպեսզի եթե պատերազմը շարունակվելու է, այդ պատերազմը չշարունակվի, այնպես ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում, կամ եթե շարունակվելու է, ինչ անի, որ դրա հետևանքները իր երկրի համար քիչ ազդեցություն ունենան, օրինակ տնտեսության վրա դա շատ լուրջ ազդեցություն է ունենալու։ Եվ այդ ազդեցությունը գիտեք ինչի հետ է կապված։ Հիմնականում կապված է լինելու նրա հետ, որ էներգոկիրների գները թանկանալով այդ տանկությունն ազդելու է նաև Հայաստանի վրա։ Իսկ էներգոկիրների գների թանկացումը վերելու է նաև մնացած ապրանքների թանկացման։ Կենտրոնական բանկը փորձելու է այդ մեղմել, ասենք, դրամի կորսը
թեթև վերև ներքև անելով, իսկ եթե փորձեց նման գործարքի գնալու, ընտրությունների նախաշեմին ամենամեծ հարվածը ստանալու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Եվ իրենք նման քննադատությունից ճիշտ կանեն հետևություն անեն, իսկ հիմնական հետևությունը, որը մենք մշտապես ասել ենք, մենք պիտի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքական կապերը, մենք պիտի փորձենք մեր առևտրային բալանսը ոչ թե դնել ամբողջությամբ մի տեղում, այլ ունենալ աշխարհի հետ ընդհանուր առևտրային կապի բալանս, տեղափոխել մեր ապրանքաշրջանառությունը նաև այլ շուկաներ եւ այդ պարագայում խնդիրների նման զարգացումը մեր վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող։ Պարոն Սարգսյան, մեր խնդիրներին վերադառնալով Հայաստանի վարչապետը Ֆրանսիայում էր, փաստորեն այսօր Ստրասբուրգ է մեկնել։ Ֆրանսիան երկիր է, որը ըստ առաջին նախագահի բացառությունն է Հայաստանի դաշնակից համարվող պետությունների համատեքստում, նա արևմտյան երկրներից միայն Ֆրանսիային է առանձնացնում այս իմաստով եւ ասում է, որ Փաշինյանի արևմտյան տերերը ամեն ինչ անելու են, որպեսզի Սամվել Կարապետյանի հաղթանակը այստեղ չեզոքացնեն, թույլ չտան։ Երկու հարց է առաջանում։ Նախ Ֆրանսիային առանձնացնելով սա արդյոք նշանակում է, որ Ֆրանսիան ռուսական ազդեցության հետ կապված որևէ խնդիր չունի, եւ երկրորդը շատ լավ տեղյակ լինելով հանրային բացական վերաբերմունքի մասին Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանի հետ թե միութենական պետության կազմում լինելու կամ ռուսական ազդեցության մեծանալու հետ կապված, արդյոք չեն հասկանում, որ իրենց հայտարարություններով իրենք ավելի շատ օգնում են Նիկոլ Փաշինյանին, քան խանգարում։ Նույնը Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել հետևյալը, որ ինքը ինչի էր նշում Ռուսաստանին որպես ինչի էր կարևորում Ռուսաստանին կամ ինչու էր հենց Ռուսաստանին նշում, ինքը փորձում էր տարածաշրջանը ներկայացնել Իրանով, Վրաստանով եւ Ռուսաստանով։ Եվ օրինակ էր բերում նաեւ Օմար Խայամից, որ դհոլի ձայնը հեռվից է քաղցր, հետեւաբար արևմուտքը թող մնա մի կողմ, դե ոչինչ, Ֆրանսիայի դհոլի ձայնը կարող է հեռվից էլ լինի, բայց էական չի, բայց այստեղ էական Ռուսաստանն է։ Պիտի ասեմ, որ ամենայն հայրգանքով Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց ինքը սխալվում է, ինքը կտրվել է ժամանակներից, որովհետև ասենք Օմար Խայամի ժամանակներում 1300-ից 1400 թվականներն են եղել այդ ժամանակ, ասենք նույն Իրանից, եթե գնայիր Հնդկաստան, այնպես ինչպես Մակեդոնացին գնաց, եթե գնայիր քարավանով առանց կանգնելու, դա կտևեր 3-ից 4 ամիս, 120 օր, առանց կանգնելու։ Իսկ եթե դու պիտի հաղթահարեիր այդ ճանապարհը հաղթանակներով եւ այլնով, դա կարող էր տարիներ տևել։ Փոխարենը ես կարող եմ ասել, որ այսօր եթե Հնդկաստանից Աստված մի առասե պատերազմ սկսի Իրանի դեմ ու հրթիռ բաց թողեն Իրանի ուղղությամբ, 3000 կիլոմետր է տարածությունը, Իրանը չունի 3000 կիլոմետր թռչող հրթիռներ, Հնդկաստանն ունի, դրա համար եմ ասում, Հնդկաստանից Իրան, եթե 3000 կիլոմետր հեռահարության հրթիռ բաց թողեն, նա կհասնի Իրան 12 րոպեում։ Այսինքն Օմար Խայամն անգամ չէր համաձայնվի դհոլի հեռու կամ մոտիկ լինելուց, այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ առումով ակնհայտ սխալվում է։ Ինչ վերաբերվում է ռուսական տերեր ունենալուն Նիկոլ Փաշինյանի կամ արևմտյան տերեր ունենալուն, այստեղ էլ խնդիրը այլ հարթություն մնում է։ Արևմտամետ քաղաքական գործիչներ կան, որոնք շատ լայն լսարան ունեն, թե մամուլում, թե լրատվական դաշտում, թե քաղաքական դաշտում, որոնք իմ հետ զրույցներում ասում են, իսկ Նիկոլը ինչով ռուսական չի։ Ավելին այդ հարցը բազմաթիվ անգամներ դուք եք ինձ տվել, որ գնում է, չգիտեմ, Եվրասիական միության, դուրս չի գալիս հապկից եւ այլն եւ այլն։ Այսինքն, այստեղ խնդիրը հետեւյալն է, ինչ որ կերպ մեղադրել Նիկոլ Փաշինյանին։ Մի թևը մեղադրում է նրան, որ ռուսական է, մի թևն էլ ասում է նրա արևմտյան տերերը, ու այդ համատեքստում մեծ հաշվով ձեր հետ համաձայն եմ, երկու կողմներ լավություն է անում Նիկոլ Փաշինյանին, որտեղ խոսակցությունների թեման Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն էլ ինքը այդ թեման անդադ արդի պահելու համար, չգիտեմ, կարկանդակ է ուտում, խնձոր է ուտում, եգիպտացորեն ու սոջուխ է ուտում, ամբողջ շաբաթ մեր հանրությունը խոսում է այդ թեմաներով, ինչն էլ բերում է նրան, որ ընտրություններում ինքը մաքսիմալ արդյունք է հավաքում։ Սա հստակ ընտրական տեխնոլոգիա է։ Վիտալի Բալասարյանի մասով խնդիրը շատ ավելի խորքային է, որտեղ եթե տեսակետն ասեր միայն Վիտալի Բալասանյանը,
կարելի էր Վիտալի Բալասանյանին գամել անարգանքի սյունին եւ սկսել քննադատել։ Բայց Վիտալի Բալասանյանն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած մեր քույրերի ու եղբայրների մեծամասնության կարծիք։ Ես շփվում եմ այդ մարդկանց հետ։ Եվ այդ մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, կամ ուզում են, կամ երազում են, կամ իրենց ցանկությունն է։ Ինչը շատ բնական է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ինչպես վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Այդ ինչպես վերադառնալ Լեռնային Ղարաբաղ հարցին, իրենք նայում են, որ Միացյալ Նահանգներին, Եվրոպային բավարարում է այս տարբերակը, որ խաղաղություն է, որ նոր պատերազմ չլինի Հայաստան-Ադրբեջան, հետևաբար Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չեն ապահովելու Լեռնային Ղարաբաղ իրենց վերադառնալը։ Իսկ եթե ապահովեն էլ ինչ որ կերպ, այդ պիտի լինի Ադրբեջանի կազմում, ադրբեջանական անձնագրով, ինչին իրենք դեմ են։ Որևէ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, ներառյալ Վիտալի Բալասանյանը, անձնագիր չի վերցնի, որում գրված է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։ Այ Ռուսաստանի քաղաքացու անձնագրով իրենք կվերադառնան։ Ու քանի որ Ռուսաստանը չի ողջունում այս խաղաղությունը, հետևաբար մտածում են, որ ինչ որ պահի Ռուսաստանը կարող է մտնել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, ու այդ պատերազմի ընթացքում իրենք օգտվեն ու հետ վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Այդքան միամիտ ենք մենք, պարոն Սարգսյան։ Գիտեք ինչ, այստեղ այնքան միամիտությունը չի, ինչքան հույսն է, ցանկությունը հետ վերադառնալու, կարոտը սեփական տան, սեփական պատշգամբի, սեփական ձորի, սեփական գետի, այս կարոտը ստիպում է մարդուն կախվել ցանկացած թելից, ցանկացած հույսի թելից, եւ կան քաղաքական ուժեր, քաղաքական անհատներ, որոնք այդ թելը անընդհատ տալիս են, այդ հույսի թելը տալիս են, օրինակ Ռուսաստանը Վրաստանի ընտրություններից առաջ հանձինս Բիձանի Իվանիշվիլի կուսակցության խոստանում էր վրա ժողովրդին, որ Աբխազիան Օսետիան հետ է բերելու։ Մարդիկ գնացին, ընտրեցին այդ կուսակցությանը, հիմա Աբխազիայի եւ Օսետիայի հետ բերելու թեման ամբողջությամբ փակվեց, նման բան չկա ու չի կարող լինել։ Նույնը Հայաստանի ընտրություններից առաջ իրենք խնդիր են դնելու, որ այ եթե Ռուսաստանը եկավ նոյեմբերի 9-ին 3-րդ փաստաթղթին հետ կգանք, իսկ փաստաթղթին որ հետ եկանք ռուս խաղապահները նորից կգնան կկանգնեն այնտեղ եւ այլը եւ այլ։ Սա որոշակի այն հույսի կետն է տանում այդ մարդկանց, ովքեր փորձում են այն ցանկությունը, ինչը իրենք ունեն, այդ ցանկությունը իրականացած տեսնել։ Իրականում ես անընդհատ Լեռնային Ղարաբաղի իմ քույրերի ու եղբայրների հետ զրուցելուց փորձում եմ իրենց բացատրել, որ նույն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինքը միշտ էլ Լեռնային Ղարաբաղը համարել է Ադրբեջանի մաս։ Եվ քանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, նման բան տեղի ունենալ չի կարող։ Ավելին, երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին Շուշիում ռազմական համագործակցության համաձայնագիր, այդ թեման Ադրբեջանի հետ ուժով այդ խնդիրը լուծելու, Ռուսաստանի կողմից ուժով լուծելու խնդիրը ընդհանրապես իջիկ դարձավ։ Ինչ եմ առաջարկում ես ասում եմ, որ տեսեք Ադրբեջանը 26 տարի, այդ 26 տարուց մինիմումը 15 տարին, ընդհանրապես մենք ինչ ասել ենք, իրենք ոչ մի բան ցպտուն չեն անել։ 94 թվականից հետո որևէ ադրբեջանցի հույս չէր փակում, չէր համարում, այդ աբսուրդ էր համարում, որ Լեռնային Ղարաբաղը հնարավոր է հետ բերել։ Իրենք անգամ այդ ազատագրված շրջանները, 7 շրջանները հետ բերելը համարում են քիչ հնարավոր։ Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանրապես խոսք չկար։ 26 տարի հետո իրենք կարողացան ոչ միայն այդ դարձնել միջազգային հանրության խոսույթ, այլև կարողացան ուժով այդ խնդիրը լուծել։ Հետևաբար ես այդ թեմային չեմ անդրադառնում, այդ թեմայով տեսակետներ չեմ ասում, լուծումներ չեմ առաջարկում, որովհետև մինչև այդ ես 3 լուծում եմ առաջարկել։ Կոսովոյի տարբերակը, Կիպրոսի տարբերակը, Մակաո, Հոնկոնգի տարբերակը։ Բայց այդ տարբերակներին Լեռնային Ղարաբաղի իմ քույրերն ու եղբայրները ու նրանց իշխանությունները չգնացին։ Անգամ չգնացին Բուլղարիա բանակցելու, գնացին եւ լախ բանակցության։ Հիմա ես այդ տարբերակը չեմ առաջարկում, ես ասում եմ եկեք վարվենք հետեւյալ կերպ։ Եկեք
մենք էլ մինչև մեր բյուջեն բազմապատկելը այս թեմայով որևէ բան չխոսանք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Բայց այդտեղ տարբերություն կա, ներողություն, պարոն Սարգսյան, նրանք որևէ պայմանագիր, որևէ փաստաթուղթ չէին ստորագրել։ Իսկ դուք մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ պայմանագիրը ընտրություններից 2 ամիս առաջ շատ մեծ է հավանականությունը, որ կստորագրվի։ Գիտեք, տաստված, որ որ այդ պայմանագիրը խաղաղության Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրություններ ստորագրվեն, որովհետև դրա անհրաժեշտությունը կա, դա լավ է, որ խաղաղություն է եւ խաղաղության համաձայնագրի արկայությունն է, որ հնարավորություն կտա Հայաստանին հզորանալ ու զարգանալ։
Ադրբեջանը 94 թվականին փաստաթուղթ է ստորագրել Լեռնային Ղարաբաղի իշխանության եւ նրա պաշտպանության բանակի հրամանատարի ներկայությամբ կորցնելով 7 շրջան, կորցնելով Լեռնային Ղարաբաղը, ինքը փաստաթուղթ է ստորագրում իր կողմից չճանաչված Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի ստորագրությամբ։ Սրանից նվաստացուցիչ բան անհնարին է։ Երրորդ, ես բազմաթիվ անգամներ, նաև ձեր եթերում ասել եմ, որ խաղաղությունը փաստաթղթերով չի, որ որևէ փաստաթուղթ հավերժ չի։ Բազմաթիվ անգամներ աշխարհի բազմաթիվ պետություններ տարբեր դարերում իրար հետ խաղաղության համաձայնագիր են ստորագրել եւ հետո խախտել են այդ համաձայնագիրը ու կռվել։ Այստեղ խնդիրը շահերի հակադրության, շահերի համընկման եւ ունեցած հզորության մեջ։ Եթե Հայաստանը կարողանա հասնել նրան գիտահեն, շատ աշխատատար, քիչ նյութատար ոլորտները զարգացնելով բազմապատկի տնտեսությունը եւ հասնի ունենա Իսրայելի բյուջեի չափ բյուջե, այս դեպքում ասենք, այն որ Ռոբերտ Քոչյանը համեմատում էր մեզ Քուվեյթի եւ Կատարի հետ, ինչի՞ չի մեզ ուզում համեմատել Իսրայելի հետ։ Ինչի՞ չփորձենք, ասենք, մեր իսկ իրականում երկրների ազդեցությունը ոչ թե տարածքի չափով է։ Իսրայելը դրա վառ օրինակն է։ Այլ ունեցած հնարավորություններով տնտեսության հզորությամբ։ Եթե մենք Իսրայելի բյուջեի չափ բյուջե կարողանանք ունենալ 10 տարի հետո, 10 տարի հետո որևէ մեկը մեզ հետ անգլավներից կամ արևմտյան ատրպատականից չի խոսի։ Իսկ եթե չունենանք այդ ցանկացած փաստաթուղթ վաղներ ստորագրեն, այդ թեմաներն առաջանալու են ու այդ թեմաների ժամանակ նորից լինելու են մարդիկ, որոնք ասելու են էս է խաղաղությունը։ Այդ խաղաղությունը այնքան փխրուն է լինելու։ Այսինքն եթե մենք ուզում ենք իրական խաղաղություն ունենալ, խաղաղության թուղթ ունենալը կես քայլ առաջ է, դա դրական է, դա շատ լավ է, դա պատերազմի հնարավորությունը փոքրացնում է, բայց այն չի բացառում բացարձակապես։ Դու պիտի հզորանաս, որ այդ պատերազմը, այդ պատերազմի հնարավորությունը փոքրացնես։ Հզորանալու համար դու պիտի առաջարկես քայլեր։ Այն քայլերը, ինչը առաջարկում ենք մենք, ինչը առաջարկել եմ ես, ասենք առաջարկել եմ մեր բնական ռեսուրսները ամբողջությամբ օգտագործել։ Ի նկատի ունենալով հանքահունքային ռեսուրսները, դրանք այստեղ Հայաստանում վերածելով պղնձի, վերածելով, չգիտեմ, կաբելի, վերածելով խողովակի, օգտագործելով մեր ջրային ռեսուրսները, օգտագործել մեր մտավոր ռեսուրսները, բարեբախտաբար հիմա Nvidia-ն է Հայաստան գալիս, Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն է ստեղծվելու արհեստական բանականության համատեքստում, ամերիկյան ընկերությունները հետազոտել են եւ հայտնաբերել են, որ Հայաստանն ունի մինչեւ 150 միլիոնից 200 միլիոն խորանարդ մետր աղի պաշարներ, իսկ առաջիկայում այս մեքենաների, էլեկտրական մեքենաների մարտկոցները եւ ընդհանրապես մարտկոցները, կուտակիչները հենվելու են նատրիումի իոնի վրա, իսկ դրա հենքը աղն է, Հայաստանի աղն էլ ազատ աղ է, նատրիումը կորզել է հեշտ է, այսինքն Ադրբեջանի նավթին ռևերս է գալիս հայկական աղի ունեցած պաշարները։ Սրանք ուղղություններն են, որոնցով զարգանալու դեպքում Հայաստանը կարող է 10 տարի հետո ունենալ այդ նշածս բյուջեն։ Սրանք առաջարկներ են, որոնք մենք անում ենք։ Մենք չենք առաջարկում, ասենք, գիտեք ինչ, թոշակներ բազմապատկել, չնայած Այն ինչ որ մենք առաջարկում ենք, այդ թոշակները բազմապատկելու, բերելու է թոշակների բազմապատկման, բերելու է Հայաստանի տնտեսության կայունացման։ Մենք օդի մեջ չենք ասում 300,000 աշխատատեղ ենք բացելու, որ ուղղությամբ, ով է ներդրում անելու, որտեղից այդ գումարը։ Ռուսաստանը եթե ներդրումներ անող էր, Քաջարանի նման հանքավայրում ներդրումներ արած կլներ։ Աշխարհի մակարդակով հանքավայրը, աշխարհի մոլիբդենի 6%-ը, իսկ իրականում 8%-ը Քաջարանի հանքավայրում է։ Ռուսական սեփականատեր ունի, նա մինչև իմի շահագործում է այն հանքավայրը, ինչը բացել էին սովետական միության ժամանակ կոմունիստները։ Իսկ Քաջարանն ունի աչափ, ունի ձախապ, ունի գետի հուն, որը եթե տեղափոխես Ձախապնել շահագործես, գետի հուննել շահագործես, թե ոսկու կառզման քանակությունը կավելանա, եւ թե կավելանա խտանյութի արտադրության քանակությունը։ Այսօր Հայաստանը 2004 թվականին 350,000 տոննա խտանյութ է արտադրել։ Միայն Քաջարանը 1 տարում կարող է 1 միլիոն տոննա խտանյութ արտադրել։ Այս 4 անգամ
Հայաստանի համախառն ներքին արդյունքն ավելացնելու է։ Իսկ եթե սրանից էլ դու ստանաս պղինձ, այդ եւս 2 անգամ ավելացրու, դարձավ 6։ Իսկ եթե դու այդ պղնձից ստանում ես արդեն կաբել ինչի գործարանները դու ունեցել ես Գավառում, Երևանում, այսօր դրսից պղինձ են բերում, այստեղ կաբել են ստանում։ Եթե դու դրանից ստանում ես պղնձի խողովակ, այստեղ էս մուլտիպլիկատիվ էֆեկտը, աշխատատեղերի քանակի բազմացումը ավտոմատ է դառնում, սպասարկման ուղղությունը ավտոմատ է դառնում։ Այս թեմաներն են, որ մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Եվ մեր ժողովուրդը բնականաբար այս թեմաները լսելով մի մասը համարում է ճիշտ, մի մասը կա, որ էկոլոգիական խնդիրներով ասում է դա մեր էկոլոգիան խանգարի է, շատ բնական է, շատ նորմալ է։ Դուք քաղաքական դաշտում մրցակցային հավասար պայմաններ տեսնում եք բոլոր քաղաքական ուժերի համար։ Այս առումով անարդարության զգացում չկա, երբ ընդդիմություն է նշանակում Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, ավելի նոր թեզ է շրջանառվում, ասում են այս բոլորը իրենց գումարները հիմա ծախսում են, ռեսուրսներ դնելու են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին բերեն իշխանության։ Իշխանականները ամեն ելույթ, ամեն առիթ օգտագործում են նրանց անունը տալու փոխարենը այլընտրանքային ուժերից կամ ձեր ուժին նաև անդրադարձ չեն անում, ձեր անունը չեն հիշատակում, այդպիսով ակնհայտ ցույց տալով, որ իրենց համար ցանկալի ընդդիմություն են նշածս ուժերն ու իրենց ներկայացուցիչները։ Գիտեք ինչ, արդար են պայմանները, որոնցով գնալու եք ընտրության, պարոն Սարգսյան։ Դա հետևյալ համատեքստ ունի, դրանում ավելի շատ թողների ինձ մեր ժողովուրդը ինքն է մեղավոր, բայց այստեղ մեղավոր բառը երևի ճիշտ չեմ օգտագործում, որտեվ մարդու էությունն է այդպեսին։ Որևէ մեկը չի գնում բռսկամարտ նայելու ու գնա դրան իմանալով, որ այդ խաղը ավարտվելու է ոչ ոքի կամ ֆուտբոլ նայելու, որը ոչ ոքի է ավարտելու։ Մարդիկ միշտ մասնակցում են որևէ մրցակցության, որտեղ որևէ կողմի ուզում են տեսնել հաղթող։ Հիմա կա իշխանություն, որը ուզում է պահել իր իշխանությունը, եւ կա ընդդիմություն, որը ուզում է փոխել այդ իշխանությունը։ Իրենք այդ երկու թևի մեջ են նայում։ Մենք իշխանության փոխել չենք ուզում։ Ինչու չենք ուզում, որովհետև այդ իշխանությունը ուզում է փոխել, ամբողջությամբ ուզում է փոխել ռուսական ընդդիմությունը։ Եվ ռուսական ընդդիմությունը իր առաջ խնդիր է դրել, որ այդ փոփոխության համար իրեն անհրաժեշտ է կոնսենսուս -1։ Այսինքն Հայաստանում եղած ողջ քաղաքական դաշտը մասնակցի ընտրությունների ընդդեմ իշխանության, որպեսզի այդ դառնա կոնսենսուս -1։ Դա մտածված, մշակված սխեմա է, եւ դա է պատճառը, որ բազմաթիվ անգամներ մենք ասում ենք կոնսենսուս -1, դուր չենք տալու։ Երկրորդ կա իրատեսական մոտեցում այդ հաղթանակի հնարավորության, այսօր անիրատեսական կլինի, որ մենք ասենք մասնակցում ենք ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանին հաղթենք։ Այդ լուրջ չի վարվի, չէ՞, ամոթել են նույնիսկ։ Ես սպիտակ մազերով մարդ եմ, բազմաթիվ անգամներ ընտրությունների մասնակցած, այդ կարգի սուտ, ես իմ ժողովրդին ասեմ։ Սուտ այդպես չի։ Ինչի համար ենք մենք մասնակցում։ Մենք մասնակցում ենք, որովհետև մենք համարում ենք, որ այն քաղաքականությունը արտաքին ինչը վարում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ինչը մենք համարում ենք երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն, որոշ պահից սկսած դառնում է ռիսկային, եւ մենք մասնակցում ենք, որպեսզի մեր ներկայությունն ունենանք ազգային ժողովում, այնտեղ բերենք օրենսդրական նախաձեռնություններ, այնպեսին, ինչպեսին, ասենք, ստորագրահավաքով կազմակերպեցինք եւ իշխանությանը համոզեցինք, ինչ որ առումով նաև փակ ուղու առաջ կանգնեցրեցինք եւ իրենք ազգային ժողովում ընդունեցին Եվրոմիության անդամակցության գործընթաց սկսելու գործընթացը։ Այդպիսով բերենք նաև նախաձեռնություններ տարբեր արևմտյան կազմակերպությունների հարկային արտոնություններ եւ այլ տրամադրելով արտաքին կապիտալը Հայաստան ներբերելու խնդրով։ Այսինքն դեպի արևմուտք արվող քայլերը ավելի արագացնելու համար։ Այ մենք սրա համար ենք մասնակցում։ Ինչ վերաբերվում է ընտրությունների արդար լինելուն կամ այսօրվա մրցակցային արդարությանը, իհարկե արդար չի։ Տեսեք, այսօր, ասենք, մեր ձևով շարժումը կամ կուսակցության անունն հորինել անդադ չփոթվում եմ, որտեղ այդ տեսակի Հայաստաններն այնքան շատ են, որ չեմ հիշում, թե իրենք որ Հայաստանից են, բայց մեր ձևով ասեմ, ի նկատի ունեմ Սամվել Կարապետյանին, միայն ինտերնետի վճարովի ինտերնետի գովազդի վրա
$56,000 համարժեք գումար է ծախսել։ Ասեմ, որ նախորդ համապետական ընտրություններին մեր կուսակցությունը ամբողջ քարոզարշավի վրա այդքան գումար էր ծախսել։ Եվ Հայաստանում բացի իշխանական կուսակցություններից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից եւ Սամվել Կարապետյանից մնացած որևէ մեկը դժվար թե կարողանա այդ կարգի գումարներ ծախսել։ Հիմա անդրամաբանական կլիներ նաեւ որ Սամվել Կարապետյանը այդքան գումար ունենալով գումար չծախսեր, դա էլ ժլատություն կլիներ։ Հետևաբար այստեղ կա բաց, չէ՞։ Այստեղ կա օրենքի բաց։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանում ընտրությունները ուղղակի ֆինանսական մրցարշավ են։ Այո, այդպես է ստացվում։ Դա փաստ է։ Ես կարող եմ հստակ ասել, որ նախորդ փետրվար ամսին իմ ունեցած տեղեկություններով, որ այդ մեր ձևովի այն հիմնական գլխավոր շրջանակներում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ արված խոսակցությունից է ծախսվել է 6 միլիարդ դրամին համարժեք գումար մի ամսվա մեջ կուսակցության ձևավորման, համախոհներ ներգրավելու եւ այլնի առումով։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ժամանակ թույլ է տալիս ծախսել 500 միլիոն։ Իրենք մի ամսում քարոզարշավից դուրս ծախսել են 12 անգամ ավել գումար։ Եվ նաեւ սա իմ կարծիքով անկախ դրանից օրենքը թույլ տալիս է թե թույլ չի տալիս, անհավասար պայմաններ է ստեղծում։ Եվ նաև այս պատճառով է, որ ես գտնում եմ, որ այդ կուսակցությանը ընտրություններին մասնակցել չպիտի թույլ տան։ Խնդիրը բացարձակ Սամվել Կարապետյանը չի։ Ասեմ, մշտապես նորմալ լավ վերաբերմունք եմ ունեցել։ Ավելին մի անգամ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղում հիվանդանոց կառուցելու այդ 25 միլիոն ներդրում անելուց հետո եւ նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցում դահլիճը կառուցելու, հայ առաքելական Սուրբ մայր տաճարի վերանորոգման, նորացման եւ այլնի առումով Սամվել Կարապետյանի ներդրումը բարեգործություն անուրանալի է։ Եվ ես հայտարարել եմ, որ այդ մարդուն երբեք չեմ քննադատի։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում Նարեկ Կարապետյանին։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում Լևոն Քոչարյանին։ Այդ մեկը իր հորեղբոր, մեկը իր հոր իրավունքներն է պաշտպանում։ Ես հակառակը անընդունելի կհամարեի։ Իսկապես հակառակը անընդունելի կհամարեի, շատ ճիշտ է։ Իմ հետ էլ մի բան լինի, իմ տղան են նույնն անելու, ես վստահ եմ։ Ու այդ լավ է։ Խնդիրը երևույթինն է, ոչ թե Սամվել Կարապետյանին ու Նարեկինը, խնդիրը ընտրություններում այդ կարգի գումարներ ծախսելունն է, խնդիրը ընտրությունները այդ գումարային մրցավարձ կդարձնելունն է, այդ դրա համար է, որ ես ասում եմ մի թույլատրեք, որովհետև եթե թույլատրեցիք, անընդհատ լինելու է որևէ մեծահարուստ, որ ընտրություններից մի ամիս կամ 2 ամիս առաջ մտնելու է ընտրապայքարի մեջ եւ ինքն է դառնալու հաղթող տեխնացու։ Թույլատրողը իշխանությունը պետք է լինի, պարոն Սարգսյան։ Այո, չթույլատրողը պիտի լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը ազգային ժողովով պետք է բերի ընտրական օրենսգրքում լրացումներ անի, մտցնի կետեր, նախընտրական փուլի վերաբերվող, կուսակցությունների ձևավորմանը վերաբերվող եւ այլն, այս կարգի բազմաթիվ հարցերի հստակություններ մտցնի։ Օրինակ ես վերցրել նայել եմ, թե որ դեպքում կարող են կուսակցությունները չգնացել ընտրություններին։ Այդտեղ ահռելի ցանկ է մի ամբողջ ներառյալ անդամների ցուցակների ներկայացման ճշտությունից, ներառյալ այդ ընթացքում արվող ծախսերից, ներառյալ մարդկանց իրենց հավաքներին մասնակցությունից եւ այլնից բազմաթիվ կետեր կան, որոնց ամբողջական կիրառման դեպքում, ճիշտ կիրառման դեպքում, այդ հայտ ներկայացրած կուսակցություններից թե Ռոբերտ Քոչարյանի դաշինքը կամ չգիտեմ քաղաքական ուժը, ինչպես ինքն է անվանում, որ իմ համար անհասկանալի է, ում հետ է դաշինքը, դաշնակցության եւ ում։ Ինչ քաղաքական ուժ է, որի մաս է դաշնակցությունը, արդյոք դաշնակցությունը համարում է այդ քաղաքական ուժի մաս իրեն, թե դաշնակցությունը մասնակցելու է իր տեխնացուով։ Վերջը ամենահին ազգայնական կուսակցությունն է։ Այստեղ որոշակի հստակություն եմ մտցնել, պետք է անկախ նրանից ինչքանով եմ ես դաշնակցական գաղափարախոսությունն ընդունում, թե ոչ, բայց
այս կուսակցությունը աշխարհով մեկ ունի իր նախնական կառույցները եւ իրենք պիտի հստակություն ունենան։ Չի կարող մասնակցել Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանի մասով էլ խնդիրներ կարող է առաջանալ։ Ո՞ս կարգի բազմաթիվ հարց։ Դե իշխանությունը այդ հարցը ինձ հետ հարցազրույցում ամենայն դեպս իշխանական падգամավորը թողեց հանրության վրա, ասաց ոչ թող մասնակցեն եւ հանրությունը իր քվեով որոշի, այսինքն պատասխանատվության իրենց բաժինը դրեցին հանրության վրա եւ ավելին արտաքին հետախուզության ծառայության երեկվա հայտարարությանը անդրադառնալով Վահագն Ալեքսանյանը ասում է բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր երկրներում ներկայանում են այդ երկրի հատուկ ծառայությունների անունից եւ փորձում են ճնշել գործարարներին, որպեսզի այստեղ ընտրությունների հետ կապված միջամտություն ցուցաբերեն, իրեն գլուխները պատին են տվել։ Արդյոք գլուխները պատին տալ հայտարարություններով են այսպիսի գործողությունների դեմն առնում, թե ոչ, եւ եզրափակելով պարոն Սարգսյան, այ ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի խորհրդարանում ընդդիմությունը փոխվի ձեր ուժով, այլընտրանքային իրենց հայտարարող այլ ուժերով, որոնք նոր են քաղաքականության մեջ, որոնք նոր գաղափարներ, նոր առաջարկներ ունեն։ Ինչու Փաշինյանը չի ցանկանում ձեզ տեսնել իրեն ընդդիմություն։ Ասեմ հետեւյալը, նախ եթե իշխանությունն ասի, որ այո, Սամվել Կարապետյանը խախտում է ընտրությունների մասին օրենքը եւ իրեն պետք է չգրանցել, այդ միանգամից Հայաստանի Հանրապետության ողջ լրատվական դաշտը քաղաքացիական հասարակությամբ հայտարարելու է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճնշում են գործադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա նման մոտեցում դրսևորելու համար։ Այդ որոշումը թույլատրել կամ չթույլատրելու այդ որոշումը կարող է կայացնել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ այդ ճնշումը ես այո գործադրում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, բազմաթիվ օրինակներ բերելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով նաև այդ արտաքին հետախուզության տվյալների, նաև այն հանգամանքի, որ վճարով մարդկանց 10,000 դրամով փորձել են եւ կան արդեն քրեական գործ հարուցված, որ փորձել են բերել Մերձևովի հավաքին մասնակցելու։ Այս ուղղությունները հաշվի առեք եւ իրենք, երբ որ իրենց փաստաթղթերը մուտք անեն կենտրոնական ընտրական հանձնաժողով, սրանից ելնելով որոշում կայացրեք։ Այսինքն իմ առաջարկը կենտրոնական ընտրական հանձնաժողովին սա է։ Եվ ես այն կարծիքին եմ, որ ու համոզված եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցելու։ Եթե կուզեք իմանաք, ես մեր ձևով շարժման մեջ ներգրավված եմ բազմաթիվ խելոք մարդկանց, ովքեր իրենց տեղը չեն գտել ԿՊ-ում եւ գնացել են մեր ձևով կամ Ռոբերտ Քոչարյանի մոտ դժգոհել են ու գնացել են մեր ձևով, այդ մարդկանց լավություն եմ անում։ Ասելով, որ ձեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, որտեղ ձեզ չեն գրանցել ու դուք էլի խաղից դուրս եք մնալու։ Ու ձեզ խորհուրդ են տալու գնալ քվեարկել կամ Գագիկ Ծառուկյանի օգտին կամ Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ու դուք երկուսից որևէ մեկի օգտին էլ չեք գնալու քվեարկեք ու նեղացած եք լինելու, հետո չասեք, որ չեմ զգուշացրել։ Ավելին, միայն ես չեմ զգուշացրել։ Այդ ձեզ զգուշացրել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը, Սերգեյ Լավրովը, ով ասել է, որ Հայաստանը մոլդովական տարբերակ է կիրառելու։ Այսինքն Նարեկ Կարապետյանն են, որ հակադարձում էր ինձ, ասում էր Արամ Սարգսյանը չի որոշողը։ Իհարկե ես չեմ որոշողը, բայց նույն կերպ նաև Լավրովը չի որոշողը, Նարեկ ջան։ Նարեկ Լավրովն արդեն որոշել է, ասում է Հայաստանը մոլդովական տարբերակ է կիրառելու ու թույլ չի տալու Հայաստանին, որ սա նույն Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է այ ռուսական արևմտյան տերերին լսելով թույլ չեն տալու Սամվել Կարապետյանին։ Բոլորը նույն բանն են ասում, ինչի են նույն բանն ասում։ Ինչի են նույն բանն ասում, որտեղ տեսնում են, որ այդտեղ ակնհայտ խախտումները կա եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ հանգիստ կարող է թույլ չտալ։ Եվ իմ կարծիքով թույլ չի տալու, որ իրենք մասնակցեն։ Շատ լավ, հարցի երկրորդ բաղադրիչը, ինչու Փաշինյանը չի ցանկանում օրինակ ձեզ կամ այլ ընտրանքային այլ ուժերին տեսնել խորհրդարանում որպես ընդդիմություն, որոնք նոր են քաղաքականության մեջ հայտնվել։ Փաշինյանը օրինակ մեր քաղաքական ուժի հետ եւ անձամբ իմ հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Եվ ես անկեղծ ասած շատ մեծ կասկած ունեմ, որ ինքը չկամենա, որ մենք լինենք ազգային ժողով։ Ընդհակառակը քաղաքական հաշվարկի բոլոր տեսանկյուններից քաղաքացիական պայմանագրին ձեռնատու է, որ ազգային ժողովում ներկայացված լինի
քաղաքական ուժ, որը արևմտյան մոտեցումների կողմնակից է, որովհետև այդ դեպքում իրենք Ռուսաստանի մոտ կդառնան խաղաղության աղավնի, ու մեզ ցույց տալով ռուսական համապատասխան քաղաքական մեղադրանքներին կասեն դե ինչ անենք, այս կարգի ուժ ունենք եւ պարտավոր եք նաև իրենց տեսակետները հաշվի առնել։ Հետևաբար քաղաքական տեսանկյունից մեր ներկայությունը այնտեղ իրենց ոչ միայն նպատակահարմար է, այլև ցանկալի է։ Ինչ վերաբերվում է այդ մասին հայտարարելու առումով, Աստված չանի Նիկոլ Փաշինյանը այդպիսի բան հայտարարի, որտեղ բավարար է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ մենք շատ ենք ուզում, որ Հանրապետություն կուսակցությունը լինի ազգային ժողովում, ու մեզ ոչ միայն գրպանային, այլ չգիտեմ ինչային համար է։ Առանց այն էլ մեզ համարում են, որ մենք ԿՊ-ի խաչակիրն ենք, նրանց դեմ ցանկացած հարձակման հակադարձում ենք մենք, մեզ չնայած նման երևույթներ կան, այո մենք հակադարձում ենք, բայց մենք հակադարձում ենք ոչ թե այդ քաղաքական ուժերին, որպես քաղաքական գործոնի իրենց մաշեցնելու համար, մենք այստեղ էլ հակադարձում ենք Ռուսաստանին, որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի ասածը թեկուզ հենց Իրանին վերաբերվող Ռուսաստանի ասացի հետ համահունչ է։ Հենց Մարիա Զախարովան կամ Ռուսաստանը դատապարտեց Իրանի դեմ հարձակումը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից եւ կոչ արեց կողմերին նստել գնալ բանակցային սեղանի եւ երկրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ խնդրի լուծումը բանակցային սեղանի շուրջ եւ իրենք ջատագով են, մի անգամից Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ ինքն էլ պիտի ասի, որ այ Հայաստանը ինչի չի ասում, որ գիտեք ինչի համար, ինքը չի ասում հայ ժողովրդի համար, ինքը ասում է, որ Մոսկվայում լսեն, որ ինքը նման բան ասեց, որ ասեն մալադեց Ռոբ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։